Պարոն Ղարաղազարյան, դուք առաջադրվել եք որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք որոշակի առումով քաղաքական անցյալ ունեն, դուք հանրությանը այդքան էլ շատ հայտնի չեք։ Հետևաբար մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ով է Արտյոմ Ղարաղազարյանը։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, բարև ձեզ։ Արտյոմ Ղարաղազարյանը մարդ է, ով տեղյակ է այս քաղաքի տարդուցավին, քանի որ Արտյոմ Ղարաղազարյանը նաև այս քաղաքում եղել է ավագանու անդամ։ Այդ իսկ պատճառով էլ մենք առաջադրվում ենք այսօր ավագանու ընտրություններին, ես էլ որպես քաղաքապետի թեկնածու։ Այս քաղաքի տարդուցավին մենք լավ ենք տեղյակ, նորություն չէ մեր քաղաքի խնդիրները մեզի համար, եւ դա է պատճառը մեր թիմի եւ թիմագիսների ընդհանուր որոշումը, որպեսզի ես մասնակցեմ թիմընտրություններին։ Դուք ասացիք ավականու անդամ եք եղել, որ խմբակցությունով ինչ հարցեր եք կարողացել մինչ այդ լուծել։ Ես ավականու անդամ եղել եմ 16-ից 21 թվականները, Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում եմ եղել։ 16-ից 21 թվականները դուք որպես լրագրող լուսաբանել եք Գյումրին, տեղյակ եք եղել Գյումրու շարժը, աշխատանքները եւ ամեն ինչը, այդ բոլորին ես ակտիվ մասնակցել եմ եւ ամեն ինչի մեջ եղել եմ։ Հիմա արդեն քարոզարշավի փուլն է, մի քանի օր առաջ մեկնարկել է, ինչպես այն սկսեցիք, ինչ տպավորություն եք ստացել ընդհանուր քարոզարշավից։ Քարոզարշավը մեր մոտ շատ նորմալ ընթանում է, մեր թիմագիսները մեզ են, բայց խնդիր կա քաղաքում, որ այսօր ամբողջ գյումրեցիները շատ հիասթափված են, նաև ընտրությունների չեն ուզում մասնակցել, որովհետև մոտ 30 տարի էլ մեր գյումրեցիները, մեր քաղաքացիները այս նույն խոսքերը լսել են, բայց գործ չեն տեսել։ Այսօր շատ դժվարությամբ կարելի ասել ժողովրդին համոզելը շատ դժվար է, որովհետև նորից եմ կրկնում 30 տարի այս մարդիկ մենակ սիրուն խոսքեր են լսել, լուրջ չեն նայում, քանի որ մարդիկ լսել են եւ իրականում չեն տեսել։ Այսինքն ձեր ասածն այն է, որ տարբեր ժամանակներ եկել են գյումրեցիներին խոստումներ են տվել, իրականացնելու այս կամ այն գործը եւ թողել հեռացել են։ Կատարել են, չեն կատարել չէ, իրականում կատարել են նաեւ, բայց թերի է, քիչ են երը, ինչքան որ կրնային, այդ կանը չեն երը, կարային ավելի շատ անային, ավելին անային։ Դուք ուզում եք ասել, որ դուք ավելին եք անելու եւ ինչ եք խոստանում դուք ինքներդ գյումրեցիներին։ Մենք ամենակարևորը պետք է աշխատենք եւ մեր ծրագրերը իրականացնենք, ներկայացնենք այն կարգի քարոզարշավի միջոցով, որբիսի ժողովուրդը սկսե վստահել, նոր քայլ կատարել։ Եթե ժողովուրդը չվստահեց, ոչ մի բան չի փոխվելու։ Ժողովրդի վստահությունն է պետք, հետո նոր ժողովրդի վստահության քվեն։ Եթե ժողովուրդը չվստահեց, ոչ մի բան չի ստացվելու։ Մենք այդ պատճառով է մենք դեմոկրատական այլդրանք կուսակցության հետ ենք որոշի ճանապարհ գնալ, քանի որ նրանք չեն ասոցացում դեմոկրատական, այսինքն կուսակցությունը չի ասոցացում ոչ հների հետ, ոչ նորերի հետ։ Գլխավոր պատճառը հենց այդ պատճառն է, որ մենք այսօր դեմոկրատական այլդրանք կուսակցության հետ ենք այս քայլը կատարում եւ հուսով եմ կգա ժամանակը եւ արդեն ժամանակն է, որ ժողովուրդը կվստահի, կհավատա եւ իր քվեն ցույց կտա։ Այսինքն որպես նոր ուժ եք, հանդես գալիս այլընտրանք որպես, ինչպես դուք ասեցիք, նախկինների եւ ներկաների միջեւ։ Միանշանակ այո, քանի որ մենք բոլորս գիտենք, որ դեմոկրատական կուսակցությունը նոր կուսակցություն է, գրեթե ունի 4-5 տարվա պատմություն եւ հների ու նորերի հետ ասոցացվելու կամ ժողովուրդը մեր արդեն տեղյակ է, չկա նման տիպի կուսակցության կողմից թույլ տրված քայլեր,
որ ժողովուրդը փորձի ասոցիացնել հների կամ նորերի հետ։ Տեսեք, վերջերս Նիկոլ Փաշինյանն էր ժամանել Գյումրի, ելույթ ունեցավ, իրենց կուսակցության դրամահավաքի ժամանակ ու խոսելով առաջադրված տեխնացուներին, ասաց առնետներ են պատվալներից դուրս եկել, առաջադրվել են, որ իրենց 30 տարվա թալանը կարողանան պահեն եւ այլն, հետ են կողարկելու նույն տեղը։ Հիմա ըստ էության դուք եք տեխնացու եւ Նիկոլ Փաշինյանը անուղղակիորեն կամ ուղղակիորեն ձեզ էլ է ասում, որ առաջադրվել եք, որ թալանը պահեք։ Ինչ որ բան թալանել եք։ Նախ ես չունեմ այն ունեցվածքը, որը մարդկանց աչքերին շոշափելի կլինի կամ տեսանելի, որը թույլ կտա, որ մարդիկ մտածեն, որ ես բան ունեմ թալանած, իսկ մյուսների հետ կապված, գիտեք ինչ, պարոն Փաշինյանը այս 7 տարի էլ այդ նույն բաները ասում է։ Եթե կա, թող բռնեն, բացահայտեն, ժողովրդին ցույց տան սենոր, տեսեք, սիգարեցինք։ Ես ինքս չեմ տեսել։ Չեմ էլ ուզում քննադատել ինչ որ մեկի հարցը, մյուսի խնդրեմը, կոնկրետ ինձ հետ կապված, ես մեծ ունեցվածքներ չունեմ, այդ առումով ես խնդիր չունեմ։ Իսկ ով էլ որ ունի, մարդիկ աշխատել են, քրդնել են, ստեղծել են, հարալեղնի իրանց։ Տեսնիկ որ այդ մարդկանց երազի մեջ անօրինականություն կա։ Կատարեք ձեր աշխատանքը։ Դիք մեր հարցը չէ, էլի իրավապահարմինների հարցերն է, մենք կապ չունենք այդ հարցերի հետ։ Դուք ինչ կարգախոսով եք հանդես գալիս այս ընտրություններում։ Ճիշտ քաղաք։ Կարգախոսով ենք հանդես գալիս եւ ճիշտ քաղաքը հենց քաղաքի ճիշտ կառավարումն է, ժողովրդի վստահելն է եւ մեր կատարած գործն ու շահերը ճիշտ քաղաքին մատուցելն է։ Իսկ ինչպես է գնահատում ձեր շանսերը հաշվի առնելով նաև այս օրերի շփումները։ Գնահատում եմ մեր շանսերը կարելի ասել բավարար, բայց ամենակարևորը մարտի 30-ին ժողովուրդը իրենց վստահության քվեով ցույց կտան։ Առաջն Աստված երևա։ Իսկ համագործակցությունը այլ ուժերի հետ կան ու քննարկումներ որպես այդպեսին հետընտրական կլինի, թե չի լինի։ Տեսեք, նախ մենք այս բանը չգիտենք, թե այդ բարերային շեմը ով կանցնի, որ թիմը կանցնի։ Անցնելուց հետո նոր այդ մասին կարելի ավելի հստակ խոսալ, քանի դեռ պարզ չէ։ Բայց մենք մեկ քաղաքական որոշում ունենք, որ իշխանության հետ չենք գնալու կոալիցիայի եւ չենք քաղաքը ձևավորելու նույն թիմի տեսքով։ Իսկ մնացած տեխնազուների առումով ես այն տեխնազուներից մեկն եմ, որ ոչ մեկի հետ ես ոչ անձնական, ոչ քաղաքական խնդիրներ չունեմ եւ ոչ թիմի գաղափարախոսությունը, գաղափարները, ծրագրերը մեր գաղափարների, ծրագրերի հետ հարմարով, այսինքն կհամագործակցենք, կմիանանք, նաեւ իրանք շատ հնարավոր է մեզի միանան, այստեղ հարցեր կա եւ նաեւ մենք չենք խուսափում օպոզիցիա լինելուց։ Եթե սաղս այսօր մտածենք պետք է միանանք ու այդ աթորին հասնենք, բայց քաղաքի օպոզիցիան ով է լինելու։ Այսինքն հետընտրական process-ում ավելի པարզ կլինի, ավելի པարզ տեսանելի կլինի, թե ովքեր են անցել բարերային շեմը։ Ըստ այդմ մեր հանդիպումների, բանակցությունների, որոշումների արդյունքում կորոշենք ինչ կենենք։ Դուք էլ բնականաբար տեղյակ կլինեք։ Մենք այս քաղաքի մեզի տված քվեները միանշանակ չենք փոշիացնելու, եթե տվել են ասու կամոք, մենք ի վիճակի եղանք դառնալ դիմադիր ուժ, կդառնանք, եթե ոչ մենք ընդդիմություն էլ նույն ձևի աշխատելու ենք հանուն մեր ժողովրդին, մեր քաղաքին, մեր ժողովրդի քվեն իրականում մենք չենք փոշիացնելու։